Բարև ձեզ, հարգելի քաղաքացիներ, սիրելի ընկերներ, էլի ավտոլայվի ռեժիմով, քանի որ ճանապարհին եմ, մտածեցի կարելի է կարճ հետ հաղորդակցվել, քիչ առաջ մի փայլուն գաղափար տեսա իրավաբանական, քանի որ շատ էի մտածել այդ ուղղությամբ, ինչպես կարելի է դա ձևակերպել եւ լավ լուծում չէի գտնում, քանի որ լավ լուծում տեսանից ուրախացա, ոգևորվեցի, ենթադրում եմ իմ գործընկեր Արամ Վարդևանյանի գաղափարն է, եւ շատ ինձ դուր եկավ եւ շատ ճիշտ ձևակերպած էր իսկապես երևի թե ամենաշատը մեզ հետաքրքրող հարցը այն է թե ոնց պետք է անենք որ Նիկոլ Փաշինյան Իլհամ Ալիև այդ 300,000 ադրբեջանցիների Հայաստան բնակեցման, ասեք հատուկ չեմ ասում վերաբնակեցման, դա նիկոլական թեզ է, ինքն է այդ բառը ասում, Հայաստան բնակեցման եւ մեզ էլ նենց բան անում, որ մենք էլ վերաբնակեցում ասենք, մենք էլ ենք սխալ տրվում իրանց ադրբեջանական նարատիվներին։ Հայաստան բնակեցման, ուրեմն այդ ծրագիրը ինչպես կարելի է խափանել։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ մարդիկ դա խնդրեմ են տեսնում եւ փորձում է դրա դեմ առնել, ասելով ես երաշխավորում եմ, որ նման բան չկա։ Այ հիմա ընդդիմադիր առաջնորդներից ընդդիմադիր ուժերից մեկը շատ լավ ծրագիրը առաջ քաշել, ասում է օրենք ընդունենք, անուններ դնենք Սաֆարովների կանխարգելման օրենք։ Ասենք, քանի որ մենք փորձ ունենք, որ Սաֆարովին, որ ցմահ ազատազրկման էր, դուք տարակ ու միանգամից տարակ այն հիմքով, որ ցմահ ազատազրկումը Ադրբեջանում կրի, բայց միանգամից բաց թողեցիք, հերիք չի միատել, ինչ կար չկար, վերադարձրեցիք եւ ցեցիք հերոսացնել եւ այդ դրա մասին շատ ուղիղ եվրոպական դատարանի վճիռ կա։ Այս հանգամանքը հաշվի առնելով, քանի որ այս վտանգը կա, դուք հայատյաց քաղաքականություն եք իրականացնում, մենք արգելում ենք ադրբեջանցիներին որևէ կերպ ուղիղ կամ անուղղակի Հայաստանում սեփականություն գնել կամ որևէ այլ կերպ, չգիտեմ, նվեր ստանալա, ինչա, որևէ այլ կերպ Հայաստանում սեփականություն, այսպես ասենք, ստանալ։ Եվ ձևակերպումն է շատ լավ, գաղափարը կարող է այսպես այդպես քննարկենք շատերի մոտ լինի, բայց ձևակերպումը, որ անխոցելի է միջազգային իրավունքի տեսանկյունից, անխոցելի։ Բայց մարդիկ հայ սպանողին միայն ինչ մեկ այլ պետության որոշմամբ, ոչ թե Հայաստանի դատարանների որոշմամբ արձանագրվել, Հունգարիայի անկողմնակալ երկրի որոշմամբ արձանագրվել է, որ հայ լինելու համար մարդ է սպանել, ցմահ ազատազրկում է ստացել 5-6 տարի բանա կրել է պատիժը, Օրբանը եկել է իշխանության, ծախել է Ադրբեջանին, բառից բուն իմաստով, այսինքն իրականում ծախելը որն է, ոչ չի ասել տարեք ազատեք, օգտվելով միջազգային կոնվենցիաներից ասել է թող տեղափոխվի տեղ, պատիժը այնտեղ կրի։ Սամարոտի մեջ արդեն ներում են շնորհում, վերադարձնում են ամեն ինչ, կոչումներ եւ այլն, մնացածի գիտի։ Հերոսացնում են բառից բուն իմաստով։ Դրա համար Ռամիլ Սաֆարովիների կանխարգելման օրենք ձևակերպումը փայլուն միտք է, պարզապես, եւ հիմա այդ ԿՊ-ն, որ ասում է ես երաշխավորում եմ, այդ օրենքը ընդունի։ Որ ասում է տղայեք ընդունեք, այդ է տենց երաշխավորեք։ Թող ընդունեն, ախպեր, հարց չկա։ Թող պարլամենտը իրանցն է, այս բանը իրանք ունեն բացարձակ մեծամասնություն, ինչպես համանդրություն են 4 ժամում փոխում, այս օրենքներ կարան 3.5 ժամում ընդունել, թող ընդունեն, ախպեր։ Եթե այս օրենքը իրանք մոտակա օրերս պարլամենտ չտանեն, որպեսզի ընդունեն, Ռամիլ Սաֆարովների կանխարգելման օրենքը։ Հետ նշանակումը սուտ էին ասում, որ երաշխավորում ենք, որ չեն գալու, ոչ, այսա կլինի երաշխավորել։ Հայաստանի Հանրապետության օրենքը կլինի երաշխավորել։ Դուք կարող եք այն ընդունել 3.5 ժամում։ Վարդևանյան Արամից կարող եք ուզել, չեմ կարծում, որ չտա։ Տենց օրենքի նախագիծը կարող եք ուզել, վաղը մտցնեք պարլամենտ, երեկոյան արդեն կունենաք օրենք, թող տենց ժամը 10-ի կոմերն էլ ձեր նախագահին ասեք, այդ ինչ է այդ Վահագն այդ դաշնակահար մերելի հետ նկարվող մեկը կար, չէ։ Նա էլ թող ստորագրի այն մյուս օրը ուժի մեջ կմտնի։ Դուք կարող եք նենց անեք, որ վաղը չեմ մյուս օր այդ օրենքը արդեն ուժի մեջ մտած օրենք լինի։ Լավ, վաղը չեմ մյուս օր չէ, շաբաթվա վերջ, ուրբաթ օրը։ Ուժի մեջ մտած օրենք կլինի արդեն։ Արեք։ Այստեղից այրեմ, որ սուտ եք ասում, որ ձեր պլանն է այդ մարդկանց Հայաստան բերելը։ Եվ Հայաստանի փոխարեն ինչ էր, արևմտյան Ադրբեջան դարձնել, այ ձեր պլանն է դա։ Եթե տես չի, ձևը մարդիկ հուշում են։
օրենք ընդունեք, օրենքի նախագիծն էլ վստահ եմ, եթե չտանել, վստահ եմ, որ կտան, այնա Յուհաննիսյանի պես գիգանտ мысли ունեք, կարա տենց ավելի լավ գրի, քան Վարդևանյանը, չէ՞, տենց որպես բոլոր հարցերի փորձագետ, տենց գիգանտ արմյանսկի դեմոկրատիա։ Դուք գրեք, մի խոսքով, շատ լավ միտք էր, ողջունում եմ եւ տեսնենք այդ challenge-ը ինչ անելու ԿՊ-ն։ Եթե դուք երաշխավորում եք, այսենց երաշխավորեք, օրենքով երաշխավորեք։ Բերեք ընդունեք այդ օրենքը, մինչև ուրբաթ օրը կարող դա ընդունած լինեք։ Հաջողություն։